շոուի բեմական հագուստի հեղինակն է Արամ Նիկոլյանը։ Նա շատ երգին համահունչ, ուրախ, գունավոր, վառ շորեր է կարել մեզ համար եւ մենք շատ ենք հավանում։ Այստեղվա հագուստները որպես այդպիսին շատ համահունչ է իմ կարծիքով երգի հետ, այն առումով, որ ինքը շատ մոդեռն է, ինքը շատ ակտիվ է ու մաքսիմալ փորձել ենք ժամանակակից սարքել իրանց իր սիլուետներով, իր ֆորմաներով, մի քիչ հիշեցնում ավելի երկրաչափական ֆորմաների ու ֆորմաները կրկնում են մոտավորապես ավելի ճիշտ շեշտում են բարի շարժումները, այսինքն այդ կտրուկ շարժումները, որոնք որ դրված են բարի մեջ, նաև կա հագուստի ֆորմաների մեջ, որոնք ուղղակի շեշտում են հենց իրենց շարժումները ավելի տեսանելի դարձնելով ամեն ինչ։ Քանի որ մեր բեմադրությունը լինելու է պարային, Արամ Նիկոլյանը դա հաշվի է առել եւ կարել է մեզ համար շատ հարմար հագուստներ, որպեսզի մենք կարողանանք ազատ շարժվել։ Եվ նաեւ քանի որ հագուստը մեր բեմադրության մի փոքր մասնիկն է, ինձ թվում է, որ բոլորը կհիշեն այդ հագուստները եւ նաեւ մենք բոլորից կտարբերվենք։ Շատ տարբեր քննարկումներ իհարկե եղան, որովհետեւ ստեղծագործական խումբը բավականին մեծ է, ում հետ որ աշխատում ենք, այսինքն հաշվի ենք առնում ամեն մի բան, սկսած պարային շարժումներից, վերջացած երգի դինամիկայով ու տարբեր քննարկումներից հետո որոշվեց հենց այս ֆորմաները ու այս տիպի, որովհետև մոտարապես մի 5-6 էսքիզի տարբերակ ա եղել ու վերջնական ընտրվել է հենց սա։ Ինչ վերաբերվում է Միկայի հագուստին, ինքը ավելի վառ է, ավելի շատ էլի ժամանակակից է, շատ հագեցած գույնով, այսպես կարեմ ասեմ, ու բավականին հետաքրքիր մոտեցումով, որը որ դեռևս ինձ թվում է կտարբերի Միկային բոլորից։ Այսինքն այն ամեն ինչ որ մտածվում է հենց նրա համար, փորձում ենք անել ամենը, որ ինքը բեմի վրա նաև փայլի իր հագուստը։ Ասեմ, որ Միկայի հետ աշխատել բավականին հետաքրքիր ու պոզիտիվով լի էր, այսինքն դրական էմոցիաներով լի էր, որովհետև եթե համեմատեմ Արամի հետ MP3, որի հետ նաև աշխատել եմ, շատ նմանություններ եմ գտնում իրանց մեջ, որովհետև երկուսից է շատ դրական էմոցիաներ է ստանում աշխատելու ընթացքում ու իրանց այդ դրական ու կայուն լինելը քեզ ավելի վստահություն է տալիս ու վստահ ես, որ քո արած աշխատանքը ավելի փայլուն կներկայացվի նաև իրանց կողմից, որովհետև կա կարծիք, որ շատ անգամներ արտիստին խանգարում է իր հագուստը, բայց Միկայի պարագայում ես վստահ եմ, որ մատուցելու անենց ոնց որ իր համար է ստեղծված, ոնց որ իր երկրորդ մաշկ է, այսպես կարելի ասել։ Որքան որ մոտենում են մեր մեկնելու օրերը, այնքան էլ ծանրաբեռնված եւ հագեցած են դառնում իմ օրերը։ Մեզ ընդամենը 1 շաբաթ է մնացել մեկնելուն եւ մենք արդեն անում ենք վերջին շտկումները եւ բեմադրության եւ նաեւ իմ ելույթի։ Բացի ընկեր Արտոմի հետ պարապմունքներից եւ պարապում եմ ընկեր Հովիկի հետ վոկալ եւ նաեւ արդեն Լիլիթ Նավասարդյանի հետ անում ենք վերջին շտկումները ստիլիստիկայի վերաբերյալ։ Այս պահին ավելի հղկման փուլ է, այսինքն անել այնպես, որ ոչ մի սյուրպրիզ հանկարծ ոչ մի տեղից դուրս չգա, ամեն ինչ իդեալական նստած լինի, ամեն ինչ սստեղը դրած լինի ու քանի որ ինքը պետքա պարելով երգի, շարժվելով երգի, այսպես ասած, իսկ դա մի քիչ ավելի ուրիշ բարդություններ ունի իր հետ, շնչառության հարցերը, իրան պարելով եմ հիմա երկացնում նաև, որ ավելի հստակ լինի ամեն ինչ։ Մի բանա ուղղակի սովորական նոտաներ երգել, մի բանա այդ խարակտերի մեջ երգել, այդ էներգիան փոխանցել։
Դրան գումարվում է նաև այն, որ ինքը ռիթմիկ երգահու պետքա շարժվի, պետքա բարի, պետքա այդ էներգիան իրանից հորդի այսպես ասած, при этом իհարկե ճիշտ պահելով բոլոր հնչյունները, բոլոր նոտաները, բոլոր այդ մանր էլեմենտները, որի վրա այսքան աշխատել ենք, դա իհարկե շատ բարդ է։ Այո, շարժումը պետք է շուտով ոցա։ Այս տիպի երգերը կատարման իմաստով շատ մեծերի են դժվար տրվում անգամ, էլ չեմ ասում երեխեքի։ Ինքը թվում է թե ասենք մեղեդին հա ինչ-որ պարզա կամ բանա, բայց այնտեղ շեշտը լրիվ ուրիշ բանի վրա է։ Ռիթմիկ այդ հստակ պատկերների, այդ հստակ էլեմենտների, որ շատ իրանք են սարքում ամբողջ երգը։ Կարճ, կարճ։ Շատ կարճ։ Եվ ոնց է սանմը Այսօր է տանցել եմ ու ես նորից ասկացել եմ Միկան շատ արտիստիկ երեխա է, շատ։ Ու ինքը տրվում է այս գործին, էլի, ինձ դա շատ դուր է գալիս։ Երեխա կա, որ ինքը տենց սառը բաներուն իրան դժվար է սակացնել, բայց Միկան այդ կերպարներից չի։ Ինքը քեզ լարում է, ինքը քեզ տալիս է այդ էներգիան, էլի։ Ու ես նկատել եմ, որ Միկային նայելով, երբ որ ինքը երգում է, ասենք օրինակ, ես միշտ այնտեղից եմ իրան նայում։ Ինքը որ երգում է, ես իրան նայելով ավելի եմ սենց ընկնում իր հետևից, ոնց որ ավելի է ինքն սենց բռնում է, տանում է հետը։ Քանց թե որ ես ասենք այսպես լսում ես, հա լավ է երգում, բայց որ նայում ես իրեն, ինքը դրանով էլ է վերցնում քեզ։ Ու այստեղ ինջալոց բացի երգելը շատ կարևոր է, դեմքի արտահայտությունը, շարժումների ռիթմիկությունը, աչքերի արտահայտությունը, թե ոնց է ինքը աչքերով խաղում քո այդ սաղ կարևոր է շատ։ Մենք շատ ենք աշխատում Լիլիթ Նավասարդյանի հետ։ Նա միշտ ճիշտ կարողանում է ինձ բացատրել, թե ինչպես ես պետք է երգեմ երգը։ Եվ նաև ես կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքը արդեն բեմում պարզ կլինի։ Ինչպես նշել էի անցյալ օրագրում, ես ձեզ ներկայացնելու եմ իմ ընկերներին և նրանց երգերը։ Այս անգամ խոսենք Իտալիայի, Ուկրաինայի և Բուլղարիայի ներկայացուցիչների մասին։ Իտալիայի ներկայացուցիչներն են Սկարպարի քույրերը, նրանք երգվորյակներ են և երգել են մանկուց, նրանց երգի անունն է Viva, ինչը նշանակում է կյանք, նաև նրանք անցյալ տարի մասնակցել են Նորալիկ միջազգային մրցույթին և գրավել են 3-րդ հորիզոնականը։ Երգը փոփ ժանրում է, ես այն շատ եմ հավանում և նաև կարծում եմ բոլորը այն կհավանեն։ Բուլղարիայի ներկայացուցիչներն են Գաբրիելա Յորդանովան և Իվան Ստոյանովը։ Նրանք ներկայացնելու են Սվետետ Նադեժդա երգը, ինչը նշանակում է հույսի գույնը։ Ես Գաբրիելայի հետ արդեն ծանոթ եմ։ Մենք միասին անցյալ տարի մասնակցել ենք Սլավյանսկի բազար մանկական միջազգային մրցույթին և շատ հաճելի է, որ այս անգամ էլ նորից կհանդիպենք։
Երգը բալադային ստեղծագործություն է, շատ լավ դուետ է եւ ես այն շատ եմ հավանում։ Якщо бажав, що люди різні, життя театр, а очі призма. Ուկրաինայի ներկայացուցիչն է Աննա Տրինչերը։ Նա մանկուց երգում է, սիրում է ֆուտբոլ։ Ներկայանալու է Պոչնի ԶՍԲ երգով, ինչը նշանակում է «Սկսիր ինքդ քեզնից»։ Коли на коліна вже до Бога кричить душа, зірвавши голос, а вже кінець, а я сказати, я ж твоя сестра, брате. Երգը կրկին բալադային ստեղծագործություն է, եւ այս տարի իսկապես բալադային ստեղծագործությունները գերակշռում են, ինչը մեզ արդեն մի հնարավորություն է տալիս տարբերվելու համար։ Кожну любов йде в люстро, так там і зникає. Ինչպես արդեն նշեցի, մեզ ընդամենը մի շաբաթ է մնացել մեկնելուն, եւ այդ շաբաթը ել ավելի ծանրաբեռնված է լինելու։ Այդ շաբաթվա արդեն մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր հաջորդ օրագրում։ Չմոռանաք նաև ինձ հետևել սոցցանցերում, YouTube-ում, Twitter-ում, Instagram-ում, Facebook-ում եւ նաև Eurovision AM կայքում։ Կհանդիպենք։ Այսօր է տասել